Արքիմեդ Կենսագրությունը Արքիմեդը հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է։ Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկային և երկրաչափության ուսումնասիրությանը, ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ։ Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը։ Նրա հայրը Ֆիդիասն էր, որը հայտնի աստղագետ էր ու մաթեմատիկոս։ Կրթություն է ստացել Ալեքսանդրիայում, որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր։ Ապրել է 75 տարի։ Անձնական կյանքը Արքիմեդի անձնական կյանքի մասին տեղեկությունները շատ սահմանափակ են։ Նա կարծես չկարողացավ ամուսնանալ և չէր հետաքրքրված անձնական հարաբերություններով։ Նկարագրված է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը և տեխնոլոգիաներին։ Լեգենդ Պատմում են, որ Արքիմեդը մոռանում էր սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք, փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով, և մոռանալով ամեն ինչի մասին, մերկ վազում է Սիրակուզայի փողոցով, հաղթական աղաղակելով «Էվրիկա»։ Հայտնագործությունները Լողացող մարմինների օրենքը Արքիմեդի պտուտակ Պի թվի հաշվարկ մոտավորապես պիի արժեքը 3,1416 Լծակի օրենքը Անվերջ փոքրերի մեթոդ Պաշարման մեքենաներ Արքիմեդի պարույր Ավազահատիկ հաշվող մեթոդը Կյանքի վերջին տարիները Արքիմեդի կյանքի վերջին տարիները կապված էին Սիրակուզայի պաշտպանում և քաղաքի պաշտպանական համակարգերի մշակմամբ։ 202 թվականին մ.թ.ա. հռոմեացիները գրավեցին Սիրակուզան և հենց այդ ժամանակ Արքիմեդը սպանվեց։ Պատմությունն ասում է, որ նա զբաղված էր գծագրերով, երբ հռոմեացի զինվորն անկեղծանալով սպանեց նրան, չհասկանալով նրա գիտնական լինելը։ Արքիմեդի վերջին խոսքերն էին՝ «Մի խանգարեք ինձ, ես զբաղվում եմ տեսությանով»։ Շնորհակալություն դիտման և ունկնդրման համար։